Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հոկտեմբերի 31-ն է, հոկտեմբերն էլ մենք արդեն ճանապարհ ենք դնում եւ այսօրվա հաղորդման մեջ մի քանի հարցերի կարեւոր կանդրադառնանք։ Երեք ես խոսեցի, որ նախատեսվում է հանդիպում Փաշինյանի եւ Մակրոնի միջև։ Հիմա սկզբում կարծում եմ ճիշտ կլինի անդրադառնալ այդ կարեւոր հարցին, քանի որ այդքան հաճախ չէ, որ հանդիպում են Հայաստանի վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը, ասելով այդքան հաճախ չէ, եսի նկատի ունեմ այն, որ ամեն ամիս չէ, որ հանդիպում են, բայց տարվա ընթացքում բավականին հաճախակի է ստացվում ունենալ այդպիսի հանդիպումներ։ Եվ Ելիսեյան պալատում հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի միջև։ Հետաքրքիրը այն է, որ արդեն զրուցակիցները նախագահը եւ վարչապետը Հայաստանի քննարկում են ռազմավարական հարաբերությունները, որոնք որ ձևավորվում են Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև։ Այս եզրույթը սկսել են վերջերս օգտագործել եւ նաեւ վերջերս սկսել են այն միտքը օգտագործել եւ շարժանառել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև պետք է ստորագրվի ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր փաստաթուղթ, պայմանավորվածություններ, որոնք որ կարող է շատ լուրջ ձևով ազդեն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա։ Իրականում միշտ էլ ես համարել եմ, որ Ֆրանսիան եզակի երկիր է Հայաստանի համար ամբողջ աշխարհում, եթե մեկ շատ կարևոր, շատ մտերիմ մեզ համար երկիր կա, դա միանշանակ Ֆրանսիան է, չնայած Կանադան եւս շատ հայանպաստ դիրքորոշում ունի, եթե մենք անկեղծ լինենք, բայց Ֆրանսիան կարծես թե մի ձև մեր բոլորի սրտերում, մեր զգացմունքներում այլ նշանակություն ունի բոլորի համար, եւ դրա համար մեզ համար չափազանց կարեւոր է, որ այդ հարաբերություններին տրվի ի վերջո ռազմավարական հարաբերությունների բնույթ եւ ես հույսով եմ, որ այդ հարաբերությունները կտարբերվեն մնացած երկրների հետ Հայաստան ունեցած հարաբերություններին։ Վերադառնալով Փաշինյանի եւ Մակրոնի հանդիպմանը, այդտեղ նշվում է ռազմավարական բնույթը, ինչպես արդեն նշեցի, եւ կողմերը նաեւ քննարկել են տնտեսական համագործակցությունը, ենթակառուցվածքային ծրագրեր, Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին Հարավային Կովկասում հաստատված խաղաղության համար, կողմերը քննարկել են TRIP ծրագիրը եւ դրա իրականացումը, ռեգիոնալ հարցեր են քննարկել եւ Ֆրանսիան կրկին աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սուվերենությանը։ Դրանից բացի, ինչը նաեւ շատ կարեւոր է, Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, սերտացող այդ հարաբերությունները եւ կողմերը հստակ ընդգծել են, որ այդ հարաբերությունները պետք է հետզհետե ավելի շատ խորացվեն, հաշվի առնելով նոր օրակարգը, որը որ գոյություն ունի Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Եթե ամփոփենք, ապա այդ հանդիպման ընթացքում մի շարք կարևոր հարցերի են անդրադարձել կողմերը։ Նախ ռազմավարական հարաբերությունների մասին, ինչպես նշեցի, խոսք կա, դա արդեն իսկ նշանակում է, որ շատ շուտով այդպիսի փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, մենք բոլորս սպասում ենք։ Երկրորդը տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր, քաղաքական ընդհանուր մոտեցումները, խաղաղության վերաբերյալ Եվրամիություն Հայաստան հարաբերությունները։ Այսինքն, ահա այդ ուղղությունները, որոնք որ կարևոր են Հայաստանի եւ Ֆրանսիայի համար։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, եւ ես միշտ շատ մեծ ուշադրությամբ եմ հետեւում կոնկրետ այդ հանդիպումներին, որոնք որ տեղի են ունենում Ֆրանսիայի եւ Հայաստանի առաջնորդների միջև։ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը երևի դուք կրկին ծանոթացել եք, այն վերաբերվում էր Կտրիչ Ներսիսյանին, որ նա ասում է, թե երեխա ունենալը զավակներ կամ մեկ երեխա կամ զավակներ պղծություն չէ, բայց կարգալուց անելը քահանայի եւ պատարագը այդ քահանայի մատուցած դա պղծություն է, եւ հստակ Փաշինյանը շատ ճիշտ ասում է, որ պղծությունը այն է, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակցության ուխտը խախտել է եւ որոշ տեղեկություններով երեխաներ ունի։ Շատ հստակ է ասում Փաշինյանը, ինչալոց տեսնում եմ տարբեր փորձագիտական գնահատականներ Հայաստանում, Հայաստանից դուրս
Ինչքանով իրոք փորձագիտական են այդ գնահատականները, չեմ կարող ասել այս եկեղեցի կառավարություն հարաբերություններում շատերը փորձում են, գիտեք ինչ, հաճոյանալ լսարանին եւ խոսել այն, ինչ հաճելի է իրենց լսարանին։ Ես սիրելի հայրենակիցներ այդ ճանապարհով չեմ ուզում շարժվել եւ ես իրոք տեսնում եմ շատ լուրջ խնդիրներ մեր եկեղեցու մոտ։ Այդ դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունների մոտ ամեն ինչ շատ լավ է կամ կառավարության մոտ որևիցե խնդիր չկա։ Ուղղակի երբ որ խոսքը վերաբերվում է կոնկրետ հավատքին, Աստծո հետ հարաբերություններին, ապա այստեղ փաստ է, որ շատ լուրջ ձևով խախտվել են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, օրենքները մեր դարավոր եւ մարդիկ իրոք հավատը կորցրել են հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այսպիսի լուրջ անկում վստահության հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ես կարծում եմ, որ ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի, չեմ կարող ասել սովետական միության շրջանում ինչպես էր, այդ շրջանը արիք դուրս անենք եւ հիմա մենք փաստացի չենք ունեցել, հայ ժողովուրդը չի ունեցել այսպիսի անվստահության անկման մեծ process, երբ որ հայ առաքելական եկեղեցուն չի վստահում հայ ժողովուրդը։ Եվ իրոք այս ամենը պետք է փոխվի։ Օրինակ Վրաստանում շատ մեծ վստահություն է վայելում վրաց ուղղափառ եկեղեցին, ես շատ անգամ որ ասում եմ բարի նախանձությամբ եմ լեցվում, երբ որ տեսնում եմ թե ինչ մեծ վստահություն ունի վրաց ուղղափառ եկեղեցին, այստեղ էլ կան խնդիր, այստեղ էլ կա որոշ դժգոհություն, թերահավատություն, բայց ընդհանուր համեմատելի չէ։ Շատ մեծ վստահություն ունի վրաց ուղղափառ եկեղեցին եւ մենք էլ պետք է ձգտենք նրան, որպեսզի հայ առաքելական եկեղեցին կարողանա վերականգնել իր բարի համբավը, ամեն ինչ մարդկանցից է կախված։ Հայաստանի իշխանությունները, նախորդ իշխանությունները ինչի էին վատը, ինչի հեղափոխություն տեղի ունեցավ, քանի որ մարդիկ դժգոհ էին Սերժ Սարգսյանի կառավարումից, մարդիկ դժգոհ էին Ռոբերտ Քոչարյանից եւ տեսան ձև թե ինչպես կարելի է փոխել այդ համակարգը եւ փոխեցին։ Ու մարդիկ են փաստացի հիմա իշխանության գլուխ, նախկինում էլ մարդիկ էին։ Լավ մարդիկ են, նորմալ մարդիկ են, ազնիվ պարկեշտ, ուրեմն նորմալ է աշխատում կառավարությունը, աշխատասեր, եթե աշխատասեր են, իսկ եթե ագահ, թալանչի, ծախված մարդիկ են, բնականաբար Հայաստանի կառավարությունն էլ վատն է լինելու, իշխանությունն էլ, ամեն ինչ, այսինքն երկիրն էլ նորմալ չի գործելու։ Նույնն է նաև եկեղեցին, նույնն են նաև կուսակցությունները, նույնն են նաև կազմակերպությունները։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ իրոք շատ լուրջ փոփոխություններ են պետք եկեղեցում։ Անկեղծ ասած մտածում էի եւ ամեն ինչ շատ པարզ դարձավ միանգամից, գիտեք սիրելի հայրենակիցներ, ես էլ ձեզ հետ կիսվեմ իմ մտքերով։ Հայ առաքելական եկեղեցին ունի բազմաթիվ եպիսկոպոսներ։ Նրանցից մի մասը թաթախված է կաշառակերության մեջ, բայց մի մասը բնականաբար ոչ։ Կան միանշանակ կուսակրոն քահանաներ, եպիսկոպոսներ, որոնք որ մաքուր ծառայում են Աստծուն։ Ինչքանով նրանք հեղինակություն ունեն, ինչքանով չունեն, դա այլ հարց է։ Եթե միմյանց հետ կապվեն նորմալ հոգևորականների մասին է խոսքը, սրբազանների եւ ընդհանուր որոշում կայացնեն, որ պետք է գումարել ընդհանուր հոգևոր ժողով եւ պետք է հեռացվի Գարեգին II Կտրիչ Ներսիսյանը հայոց կաթողիկոսի գահից, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա եւ միանշանակ եկեղեցին դրանով կփրկվի եւ գործը չի հասնի ավելի վատ ընթացքի, երբ որ այլ մեթոդներով, այլ գործընթացներով կհասնի ժողովուրդը եւ իշխանությունը ինչու՞ չէ նրան, որ Կտրիչ Ներսիսյանը հեռացվի եկեղեցուց։ Այդ ժամանակ եթե այդ ձևով հեռացվի Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուց, այսինքն ամենավատ սցենարով, ապա հայ առաքելական եկեղեցին ավելի կհեղինակազրկվի եւ շատ ավելի խնդիրներ մենք կունենանք, քանի որ վստահությունը դժվար կլինի վերականգնել եկեղեցու նկատմամբ։ Այն հիմա էլ չկա, բայց դրանից հետո դժվար կլինի վերականգնել։ Բայց եթե հիմա հավաքվեն մեր հարքարժան սրբազանները եւ նման որոշումներ կայացնեն ու բերեն այնպիսի անձի
ընտրեն կաթողիկոս, որը որ իրոք ապա քաղաքական անձնավորություն է, ապա ես կարծում եմ, որ թե տարբեր ընդդիմադիր ուժեր եւ թե իշխանամետ ուժեր բոլորի համար ընդունելի եւ ընկալելի կլինի այդպիսի կաթողիկոսի ընտրությունը։ Հակառակ պարագայում վաղ ասելու են, որ սա ԿՊ-ի կողմից ընտրված կաթողիկոս է, բիրտ մեթոդներով կամ չգիտես ինչ այլ ձևերով Կտրիշ Ներսիսյանին հեռացրին ամենայն հայոց կաթողիկոսի գահից, սա մեծ խնդիրներ կառաջացնի մի խոսքով, սա հնարավոր է, դա միանշանակ տեղի կունենա, որ Կտրիշ Ներսիսյանը հեռանա ամենայն հայոց կաթողիկոսի գահից, բայց կրկնեմ, շատ ավելի լավ կլինի մեզ համար, որպեսզի այդ գործընթացը ներսից գա, եկեղեցու ներսից գա եւ ոչ թե ժողովուրդը պարտադրի, հասարակությունը պարտադրի, որ նման բան տեղի ունենա հիմա հայ առաքելական եկեղեցու ներսում։ Հույսով եմ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Սա էլ Փաշինյանի հայտարարության մասով մի փոքր երկար ծավալվեցի եւ խոսեցի, բայց սա է իմ համոզումը եւ պատկերացումը։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, այսօր Հիհմետ Հաջիևն է հետաքրքիր հայտարարություն արել, ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հատվածի կառուցումը դեպի Ադրբեջան-Հայաստան սահման մոտենում է ավարտին։ Ուշադրություն դարձրեք, իրենց կառուցած այդ հատվածը մոտենում է ավարտին, ինքը ասում է Զանգեզուրի միջանցքի հատվածը։ Եթե իրենց տարածք անվանում են Զանգեզուրի միջանցք, դա իրենց գործն է, դա շատ լավ ասեց նաև Փաշինյանը։ Եվ այս հայտարարությունը փոքր լղոզված է, եւ չենք կարող ասել, թե այստեղ իրենք Հայաստանի տարածքը նկատի ունեն, թե իրենց տարածքը, բայց կոնկրետ հայտարարությունը այսպեսին է, որ Զանգեզուրի միջանցքի հատվածը, որը որ կառուցվում է Ադրբեջանում, մոտենում է ավարտին, մոտենում է Հայաստանի սահմանին։ Ադրբեջանը տեղում մեծ աշխատանք է կատարում տարածաշրջանային տրանսպորտային լոգիստիկ կապերի հաստատման համար։ Այս հայտարարությունը մենք չենք կարող ասել, որ կոնկրետ Հայաստանին է վերաբերվում եւ կրկին այդ անվանման տակ իրենք ինչ-որ բաների նկատի ունեն, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, ներևի արդեն իրենց տարածքն են սկսել անվանել Զանգեզուրի միջանցք, դժվար է հասկանալը։ Բայց կարևորը նաեւ այն է, որ մենք բոլորս համոզվում ենք եւ այդ տեղեկությունները մի աղբյուրից չէ, որ ստանում ենք, որ Ադրբեջանը իրոք ավարտում է իրենց հատվածի շինարարական աշխատանքները, կամաց հասցնում է ավարտին։ Այսօր նաեւ հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Երբ սկսենք նրանից, որ նա ասում է, որ տարբեր երկրների ղեկավարներ եվրոպական քաղաքացիական համայնքների այդ հավաքին, որը որ տեղի կունենա հաջորդ տարվա սկիզբ Հայաստանում, գիտեք, 2026 թվականին տարբեր երկրների առաջնորդներ կմասնակցեն եւ Հայաստանը հույս ունի, որ բոլորն էլ կգան կմասնակցեն եւ այստեղ նա ասում է, որ Ադրբեջանի նախագահն էլ կստանա հրավեր, փաստացի այդպես է ասում Ալեն Սիմոնյանը եւ այդ ժամանակ արդեն կարող է պաշտոնական ինչ-որ դիրքորոշում լինել, քանի որ դեռևս այդ հրավերը չի եղել, դա է փաստացի ուզում ասել Ալեն Սիմոնյանը, բայց բնականաբար կլինի, այսինքն բոլոր մեկնաբանությունները, շահարկումները այս հարցի շուրջ անիմաստ են։ Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, նա ասել է, որ Հայաստանում չկան նորմալ քաղաքական ընդդիմադիրներ, կան մարդիկ, ովքեր որ ուղղակի վիրավորանքներ են հնչեցնում եւ կան մարդիկ, ովքեր որ ցանկանում են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի եւ Բելարուսի մաս։ Երեկել էր Ալեն Սիմոնյանը հետաքրքիր հայտարարություններ արել, իմիջիայլոց շատ են նա թիրախավորում ռուսական ռոպագանդայի կողմից, դրա մասին երևի մենք էլի խոսացել ենք, բայց ասեմ, գիտեք, հետեւյալը, որ ես գալիս եմ այն եզրահանգման եւ դուք էլ կարող եք փաստել, եթե նկատել եք անպայման գրեք մեկնաբանությունների մեջ, որ Ռուսաստանը այդ Կիրիենկոների ձեռքով ճիշտ է մեծ շատ արշավ է սկսել Հայաստանի դեմ, հիբրիդային պատերազմ, շատ բարդ դաժան, բայց նույն ժամանակ կարծես թե Հայաստանի իշխանություններին այդ ամենը ձեռնտու է դարձել, քանի որ Հայաստանի իշխանությունները շատ հաջողակ ձևով կարողանում են դիմակայել այդ հիբրիդային պատերազմին եւ
հակառակ ուղղությամբ շրջել ամեն ինչ, այսինքն տեղեկատվական առիթ է տրվում Հայաստանի իշխանություններին, չեմ ասում, որ դա դիտմամբ է արվում, չէ, ռուսները միանշանակ իրենց նպատակին ցանկանում են հասնել, ուղղակի Հայաստանի իշխանությունները, նաև հասարակությունը շատ լավ է սկսել արդեն տիրապետել ռուսական այդ տեղեկատվական հիբրիդային պատերազմի հնարքներին եւ շատ լավ հակազդում են, նույնիսկ շատ հմուտ ձևով օգտագործում են, որպիսի հաջողությունների հասնեն քաղաքական ասպարեզում, այսինքն նրանք ստեղծում են այդ իրավիճակը եւ Հայաստանի իշխանությունները, հասարակությունը շատ ավելի լավ եւ ամուր է դուրս գալիս միշտ այդ խաղից։ Հիմա միջազգային կարևոր հարցերին անդրադառնանք։ Բավականին մեծ իրարանցում է Թրամփի հայտարարությունից հետո, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսում է ատոմային զենքի փորձարկումները, հիմա տարբեր կոնգրեսմեններ, սենատորներ, նաև գեներալներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսել են քննարկել այդ հարցը, թե ինչպես եւ որտեղ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները անցկացնել այդ փորձարկումները, շատեր ասում են գետնի տակ, ռուսներն էլ են շատ խառնվել իրար, չինացիները նույնպես խառնվել են իրար, ռուսները ասում են, որ թե այդ Պոսեյդոնը եւ թե այդ ինչ հրթիռեր, ինչպես էր անունը, անվանումը գրեք, եթե հիշում եք, Բուրիվեսնիկ կարծես, չէ՞։ Բուրիվեսնիկը որևիցե կապ չունի ատոմային փորձարկումների հետ են կանգնել, չնայած որ Մեդվեդևը էլի սպառնալից հայտարարություններ է անում, բնականաբար մեծ օգուտ տալով ռուս-ուկրաինական այդ պատերազմի ավարտին օգուտ Ուկրաինայի, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի վճռական սկսեն օգնել Ուկրաինային եւ եվրոպացիները նույնպես, այսինքն այդ սուր հայտարարությունները միանշանակ իրենց վնաս է, բայց Ուկրաինային օգուտ։ Նույն ժամանակ իրենք անում են, շարունակում են։ Վալոդինն էլ է արել հայտարարություն, որ պետք է ռուսների ոտները ընկնեն, խնդրեն, որպեսզի իրենց դեմ այդ զենքը չօգտագործվի, բայց տեսնում ենք, որ բավականին լուրջ ձևով իրար են խառնվել ռուսները։ Հեսա տեղի ունենում նաև այդ պատժամիջոցների ֆոնին։ Իմիջ հայլոց տեղեկություններ կա, որ արդեն Հնդկաստանը ռուսական նավթը չի ձեռք բերում պատժամիջոցների տանկը ընկած ընկերություններից, բայց նույն ժամանակ ահա նոր ամենավերջին տեղեկություններով որոշ ընկերություններից այնուամենայնիվ ռուսական նավթ ձեռք բերում է, որոնք որ դեռևս պատժամիջոցների տակ չեն։ Աստացի նույնպես է վարվում նաև Չինաստանը։ Չինաստանի առաջնորդի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդի Թրամփի միջև հանդիպում տեղի ունեցավ, Սի Դինպինը եւ Թրամփը հանդիպեցին, այդ մասին եւս մենք խոսեցինք, չնայած որ շատ գոհ են այդ հանդիպումից եւ 1 տարով հետաձգվում են այդ տարիֆները, նվազեցվում են նաեւ մի 10%-ով, նաեւ բարձր տեխնոլոգիական չիպերը Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրելու Չինաստանին, դրանից բացի նաեւ պաշտպանության նախարարությունների միջև հանդիպումներ է եղել, չինացիները զգուշացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին Թայվանի մասով, որպեսզի խաղեր չխաղան Թայվանի հետ եւ Կարակի հետ չխաղան, շատ զգուշացում է եղել Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կոշտ զգուշացումներ են արել Չինաստանին, այնպես որ ինչքան էլ պայմանավորվում են, միևնույն է նրանք հակառակորդներ են, իրար հետ լավ հարաբերություններ ունեցող առևտուր անող հակառակորդներ։ Եվ հիմա Wall Street Journal-ը գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է եւ հարված հասցնել Վենեսուելային եւ արդեն Սպիտակ տունը կոնկրետ որոշումներ է կայացնում, թե որ օբյեկտներին, որ նշանակետերին են հասցվելու հարվածները։ Բնականաբար դրան դեմ է Չինաստանը, բայց ահա Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում են կայացրել, որ տարբեր նավահանգիստների, ծովային տարբեր օբյեկտների եւ օդանավակայանների են հասցվելու հարվածներ։ Այսինքն ամենայն հավանականությամբ ինչ որ վերջնական պայմանավորվածությունների չեն հասել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թրամփը, Սի Դինպինը եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Եվ վերջի տեղեկությունները Աֆղանստանի եւ Պակիստանի մասով, ինչը եւս կարծում եմ կարեւոր է, շատ հեռու չէ Հայաստանի, ճիշտ է հեռու է, բայց ոչ այդքան շատ հեռու։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև հաստատվել է պաշտոնապես հրադադար եւ
դրա միջնորդ է հանդիսացել Թուրքիան եւ Կատարը։ Շատ հետաքրքիր տեղեկություններ են եւ տեղեկություններ այն ֆոնին, որ Մերձավոր Արևելքում կրկին որոշ անհանգստություններ կա։ Լիբանանում էլ բավականին բարդ է իրավիճակը Իսրայելի հարվածների պատճառով, դե Գազայում 2 օր առաջ շատ մեծ սրացում էր։ Եվ այստեղ երևում է, որ Թուրքիան եւ Կատարը եւս դառնում են արդեն միջնորդ խաղացող, արդեն Պակիստանի եւ Աֆղանստանի միջև եւ հստակ ավելացնում են իրենց դերակատարությունը այս մեծ շրջանում։ Այս պայդրությամբ այսքանը սերելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։